Մայրաքաղաքում արվել են հատուկ գծանշումներ ավտոբուսների համար երթևեկությունը թեթևացնելու նպատակով։ Այն, որ ավտոբուսի գծերը թեթևացրել են դրանով երթևեկողների կյանքը, փաստ է։ Միաժամանակ բարդացել են տաքսու վարորդների եւ սեփական մեքենաներ ունեցողների կյանքը։ Հասարակության բոլոր շերտերի համար հարմար երթևեկություն Մայրաքաղաքում ապահովելու մեխանիզմներ այս պահին չկան։ Դե իսկ արված գծանշումներն էլ այս պահին մաքրվել են ու չեն թարմացվել քաղաքապետարանի կողմից։ Խցանումներ, ազդանշաններ, աղմուկ ու նյարդային վարորդներ։ Երևանի խցանումների խնդիրը շարունակում է անլուծելիներից մեկը մնալ։ Թանկ կարմիր գծեր կամ ավտոբուսի գծեր, սրանք հարցի լուծման քաղաքապետարանի տարբերակներն են, որոնք այդքան էլ արդյունավետ չեն։ Երևանում վերջին ամիսներին ավելացող ավտոբուսի առանձնացված գծերը պետք է արագացնեին հանրային տրանսպորտի շարժը, սակայն վարորդների մի մասը պնդում է արդյունքը հակառակն է, փողոցներն ավելի են նեղացել, մեքենաների համար նախատեսված հատվածը փոքրացել է, իսկ խցանումները երկարել։ Եթե ավտոբուսը երթևեկի բացառապես իր համար նախատեսված գծով ոչ մի անհարմարություն չի լինի, բայց որպես կանոն ավտոբուսի վարորդը սիրում է 1-3 գիծ թռչել ու հակառակը, ու չեն էլ նայում, թե քանի մեքենայի համար են վթարային իրավիճակ ստեղծում։ 3 մեգամոլի դիմաց կանգնած ուղղակի նայում էի, թե ինչքան անիմաստ են այդ գծերը։ 2 գիծը, որ նախատեսված են ավտոբուսի ու աջ թեքվելու համար, լրիվ դատարկ էին։ Իսկ այն մյուս 2 գիծը ամեն լուսացույցին հազիվ թե 5-ից 6 մեքենա էր անցնում։ Կարծում եմ մի այլ բան է հարկավոր մտածել։ Ավտոբուսի կանգառները առնվազն 50 մետր պետք է հեռու լինեն խաչմերուկներից եւ լուսացույցով անցումներից, որպեսզի խցանումներ չլինեն եւ ավտոբուսները չխոչընդոտեն երթևեկության մեջ գտնվող մյուս վարորդներին։ Որպես վարորդ շատերը դժգոհում են, իսկ որպես ուղևոր հակառակը գոհ են, որ ավտոբուսները քիչ են կանգնում խցանումներում։ Ավտոբուսի գծերը խանգարում են վարորդներին, թե օգնում են երթևեկությանը։ Նայած որ հատվածում։ Մասիվի հատվածում չի խանգարում, նորմալ է, բայց նեղ փողոցներում խանգարում է։ Չէ, օգնում է։ Լավ բան է ընդհանրապես, բայց տեղեր կա որ խանգարում է, գծեր կա որ, եսիմ տեղեր կա որ ուզում են կանգնենք, մի քիչ անհարմար է, նկարում ես ակտեր է գալի։ Խանգարում են։ Մենք ճանապարհներ չունենք, մեր ճանապարհները շատ նեղ է, այդ պայմանները չկա, խանգարում է, շատ դժվար։ Ժամանակ կա որ խանգարում է, բայց տեղեր կա որ շատ ճիշտ ավտոբուսներ համար, որպեսզի ընդհանուր ժողովուրդը կարողանան ժամանակին տեղ հասնեն։ Օրինակ Գայի պողոտան, երբ որ 3 գիծը չէր հասցնում տաներ, 2 գիծը ոնց կարա տանի։ Աշխարհի տարբեր քաղաքներում ավտոբուսի գծերը կիրառվում են տարբեր մոդելներով։ Օրինակ Լոնդոնում դրանք հաճախ գործում են ժամային սահմանափակումներով առավոտյան 7-ից մինչև երեկոյան 19-ը, իսկ որոշ հատվածներում թույլատրվում է նաև տաքսիների երթևեկությունը։ Խախտումները ֆիքսում են տեսախցիկներով, տուգանքները հասնում են 80-ից 160 ֆունտի։ Փարիզում եւս ավտոբուսի գծերը որոշ դեպքերում հասանելի են տաքսիների համար։ Երևանում փորձել են ներդնել Նյու Յորքի կիրառվող մոդելը, սակայն ըստ մասնագետների լիարժեք հաշվի չեն առնվել քաղաքի չափերն ու փողոցների լայնությունը։ Մեր մայրաքաղաքը մեծ մեգապոլիս չէ։ Պատշաճ տեղային հետազոտություն չի արվել, այսինքն տեսել են ինչ-որ հաջողված մոդել այլ քաղաքներից, այլ քաղաքները որևէ կրիտերիայով Հայաստանի, Երևանի հետ համեմատելի չեն, ուղղակի սիրուն պատկերով լրահոսում է լավ վերնագիր տալու համար, ասում են, որ փորձում են Նյու Յորքին նմանվել, իրենք տեսնեն Երևանը, օրինակ Թիֆլիսի հետ համեմատականիներ, տեսնեն հանրային տրանսպորտը այնտեղ ինչպես է գործում եւ այդ գծերը նաեւ որքան միայն հանրային տրանսպորտի համար ոնց են գործում։ Վրաստանում իրանք չեն տեսնի տեղեր, որտեղ կա պարկովկա, այսինքն մեծ տեղի պայմանական կարմիր գծերը, դրանից հետո ավտոբուսի գիծ, որովհետեւ այո, դա մեծ խնդիր է առաջացնում։ Մինչ քաղաքացիները դժգոհում են գծերի առաջացրած խցանումներից, քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը նշում է, որ դեռ սեպտեմբերի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարել են 2024-ից 2025 թվականներին խցանումների փոփոխություն գրեթե չի եղել։ Ավելին, դրական դինամիկային նկատում ավտոբուսի գծերը ներդնելուց հետո։ Երևան քաղաքում երթևեկության բոլոր փոփոխությունները, որոնք որ իրականացում են, ունեն մեկ հիմնական նպատակ, դա հանրային տրանսպորտի առաջնահերթությունը ընդգծելն է, հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալն է եւ որոշ դեպքերում դա պետք է լինի ի հաշիվ նաեւ ավտոմեքենաների։ Այդուամենայնիվ քաղաքապետարանից նշում են, շարունակում են ուսումնասիրել փոփոխության առավելություններն ու թերությունները, խոստանում են վերջին ամենաէֆեկտիվ տարբերակն են ներդնելու։ Երևանի ավտոբուս Փարք բաժնետիրական ընկերության մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանն էլ այլ բողոք ունի։ Ըստ նրա, անձնական մեքենաներով ու տաքսու վարորդներն էլ իրենց հերթին են խախտումներ անում ու երթևեկում են ավտոբուսի գծերով։
ավտոբուսների համար առանձնացված երթևեկելի գոտի թե տաքսի ծառայության մեքենաներ, թե սովորական մարդատար մեքենաներ մուտք են գործում ու այնտեղով վարում, առնվազն այդպիսի դրվագներ մենք բոլորս էլ քաղաքում բազմաթիվ դեպքերով տեսել ենք, իսկ եթե ավտոբուսները շրջանցում են իրենց համար նախատեսված երթևեկելի գոտին ու մտնում այլ երթևեկելի գոտի, այս դեպքում եթե փաստ չունենք, պետք է առաջնորդվենք տրամաբանությամբ։ Մինչ քաղաքապետարանը փնտրում է հարցի կարգավորման լավագույն տարբերակը, քաղաքացիները շարունակում են ծանրաբեռնված քաղաքում երթևեկել, հաճախ ուշանալով աշխատանքից կամ դասից։ Սեդա Մակարյան, Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում և TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։